Բարև ձեզ, ես Լիա Մարտիրոսյանն եմ, շախմատ 4 դասագրքի վարժությունների տետրի և մեթոդական ուղեցույցի հեղինակներից մեկը։ Բարև ձեզ, ես Շուշաննա Սարգսյանն եմ, շախմատ 4 դասագրքի վարժությունների տետրի և մեթոդական ուղեցույցի հեղինակներից մեկը։ Բարև ձեզ, ես Էմմա Կոստանյանն եմ, մեթոդական ուղեցույցի հեղինակներից մեկը։ Այժմ ես կներկայացնեմ շախմատ 4 դասագիրքը, դասագրքի բովանդակությունը և կառուցվածքը։ Այն հանդիսանում է նախորդ ուսումնական տարիների ներկայացված դասագրքերի տրամաբանական շարունակությունը։ Շախմատ 4 դասագիրքը և վարժությունների տետրը կազմվել են ըստ Հանրակրթության պետական չափորոշիչի պահանջների, առարկայական չափորոշիչի և ծրագրի։ Դասագրքում պահպանված են մանկավարժության գիտականության, մատչելիության, աստիճանական բարդեցման, կյանքի և պրակտիկայի հետ կապի սկզբունքները։ Դասագրքի բովանդակությունը ներառում է այնպիսի նյութեր, որոնք ապահովում են միջառարկայական կապեր, կյանքից օրինակներ։ Դասերը կառուցված են ուսուցման պարուձև սկզբունքով, պահպանելով գիտականությունը և հաշվի առնելով կրտսեր դպրոցականների հնարավորությունները։ Դասագիրքն ունի հերոս՝ զինվոր, որը ամբողջ ընթացքում ուղեկցում է սովորողներին։ Գրեթե բոլոր դասերում զինվորը ներկայացված է տվյալ թեմային համապատասխան կերպարով։ Նման մոտեցումն առաջին իսկ դասից կարող է առաջացնել հետաքրքրություն և լրացուցիչ խթան հանդիսանալ ուսուցման համար։ Յուրաքանչյուր դասի սկզբում զինվորն իր մուտքի խոսքում ներկայացնում է առանձին հատվածով։ Այստեղ սովորողն իմանում է, թե ինչ է յուրացնելու տվյալ դասի ընթացքում։ Դասագրքի բոլոր դասերում զետեղված են տարբերանշաններ, որոնք կօգնեն սովորողներին ավելի հեշտ կողմնորոշվել։ Տարբերանշանների բացատրությունները տրված են նախ դասագրքի առաջաբանում, այստեղ դուք դրանք տեսնում եք։ Նույն էջում առկա է նաև աղյուսակ։ Այստեղ առարկայական ծրագրով նախատեսված բաժիններն առանձնացված են գույներով, հայոց եռագույնով։ Դասագրքի և վարժությունների տետրի յուրաքանչյուր թեմայի վերնամասը երանգավորված է տվյալ թեմայի բաժնի համապատասխան գույնով։ Դասագիրքը եզրափակվում է առարկայացանկով և անվանացանկով։ Այժմ ես կներկայացնեմ մեկ դաս։ Տվյալ դասը ռազմավարություն բաժնից է և հետևաբար մենք տեսնում ենք նարնջագույն երանգավորում։ Այստեղ ռազմավարության դասի պլան թեման է և ինչպես տեսնում ենք առաջաբանում զինվորը մուտքի խոսքում արդեն ներկայացնում է, թե սովորողները ինչ են այսօր սովորելու, նաև ներկայացված է բաժին արժեքների և դիրքորոշումների համար։ Դասը ունի բացատրական հատված, որից հետո անմիջապես հաջորդում է կյանքի հետ կապող օրինակ։ Այստեղ ունենք առաջադրանք և ինքնուրույն և զույգերով, որոնք սովորողները պետք է կատարեն թեման ավելի հստակ, ավելի մատչելի կյանքի հետ կապող օրինակներով պատկերացնելու համար։ Այնուհետև հաջորդ էջում հաջորդում է կրկին բացատրական հատված շախմատային տրամադրի օրինակով, տրված է քայլարշար, պես նաև տրված է ևս մեկ առաջադրանք, որտեղ սովորողները գիտելիքները այս դասին ձեռք բերված կապում են արդեն նախկինում ձեռք բերված գիտելիքների հետ, որը ուսուցանվել է 3-րդ դասարանում, այսպիսով ստեղծում ենք նաև ներառարկայական կապ։ Յուրաքանչյուր դաս ավարտվում է ամփոփիչ հատվածով, որտեղ սովորողները պետք է շարունակեն տրված միտքը։ Դասերում մենք ունենք QR տարբերանշաններով խաղեր, որոնք հիմնականում նախատեսված են տնային հանձնարարության համար, սակայն ուսուցիչը իր հայեցողությամբ կարող է նաև օգտագործել դասագործընթացի ժամանակ ավելի արդյունավետ այն կազմակերպել։ Այժմ խոսքը փոխանցեմ Շուշաննա Սարգսյանին, ով կներկայացնի վարժությունների տետրի կառուցվածքը։ Վարժությունների տետրում առաջադրանքները կազմված են պահպանելով աստիճանական բարդացման սկզբունքը։ Վարժությունների տետրի և դասագրքի թեմաների հերթականությունը պահպանված է, և դրանք փոխկապակցված են։ Առաջադրանքները հնարավորություն են տալիս աշխատել թե ինքնուրույն և թե զույգերով։ Տետրը եզրափակվում է կիսամյակների ընթացքում նախատեսված հայտորոշիչ և ամփոփիչ աշխատանքներով, ինչպես նաև գործնական խաղը գրանցելու բլանկներով։ Ուսուցչի հայեցողությամբ վերոնշյալ գրավոր աշխատանքները կարող են առանձնացվել և տրվել սովորողներին աշխատանքը անմիջապես կատարելու ժամանակ։ Այժմ սիրով խոսքը փոխանցում եմ Էմմա Կոստանյանին մեթոդական ուղեցույցը ներկայացնելու համար։ Ուսուցչի ձեռնարկում մանրամասն ներկայացված են այն մոտեցումները և սկզբունքները, որոնց հետևելով հնարավոր է ուսումնական գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ և հասնել սահմանված վերջնարդյունքներին։ Ձեռնարկը կազմված է բովանդակությունից, ներածությունից, 12 գլխից, գրականության ցանկից, հավելվածից։ Ձեռնարկում մեկնաբանվում են կարողունակահեն կրթություն ապահովելու համար Հանրապետության պետական չափորոշիչով, առարկայական չափորոշիչով և ծրագրով սահմանված պահանջները։ Մանրամասն պարզաբանված են դասագրքի և վարժությունների տետրի կազման սկզբունքները, ուսումնական նյութերով արդյունավետ աշխատելու մոտեցումները։ Ներկայացված են ուսումնական գործընթացի կազմակերպման ուղղորդումներ, մեթոդական ցուցումներ։ Այսպիսով, սիրելի ուսուցիչներ, շախմատ 4 դասագիրքը, վարժությունների տետրը և ուսուցչի մեթոդական ուղեցույցը լայն հնարավորություններ են ընձեռում դասագործընթացը կազմակերպել առավել արդյունավետ և իրագործելու Հանրապետության պետական չափորոշիչով և առարկայական չափորոշիչով սահմանված պահանջները։